ներկայացրեք այսօրվա բողոքի ակցիայի եւ քայլերթի նպատակը։ Բոլորս տեսանք, թե երեկ ինչպիսի խայտառակ որոշում կայացվեց Փաշինյանական վարչախմբի կցորդ հանդիսացող դատարանի կողմից եւ մենք այսօր այստեղ հավաքվել ենք, որպեսզի մեր բողոքի ձայնը բարձրացնենք տեղ ունեցող ապօրինության համատեքստում։ Նաեւ մենք տեսանք, որ քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանը երեկ հենց դատարանի դահլիճում հայտարարեց անժամկետ հացադուլ։ Բոլորս գիտենք, թե հացադուլ դա ինչ է նշանակում եւ ըստ էության մենք պետք է փաստենք, որ հիմա ողջ ընդդիմադիր դաշտը ունի մեկ անելիք օր առաջ հստակորեն կազմակերպված քայլերով հասնել ոչ միայն Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սահաթելյանի, այլև բոլոր քաղաքական բանտարկյալների ազատ հարձակման է։ Եվ մենք այսօր այստեղ ենք, որպեսզի մեր բողոքի ձայնը, նորից եմ նշում, բարձրացնենք տեղ ունեցողի համատեքստում Նարեկ Սամսոնյանի բողոքի ձայնը ավելի բարձրացնենք մեր հանրության, մեր հասարակական, քաղաքական ընդդիմադիր ուժերի համար եւ պետք է փաստեմ, որ այսպիսի միջոցառումները լինելու են ըստ էության շարունակական։ Նարեկ Սամսոնյանի հացադուլի վերաբերյալ տարբեր կարծիքներ են հնչում, մի մասը, որ անիմաստ է նման քայլի գնալ, դա իշխանությունների ճնշման մեթոդ չէ, դուք ինչ գնահատական կտաք այս կարծիքներին։ Գիտեք, այժմ այնպիսի պահ է, որ ձեր նշած կոչերին ես ծանոթ եմ կամ կարծիքներին, բայց նորից եմ նշում այսօր պետք է ոչ թե խոսել կամ կոչեր հնչեցնել, այլ գործնական քայլեր իրականացնել քաղաքական բանտարկյալների հարցում իրավիճակի բեկումնային փոփոխության համար։ Նարեկ Սամսոնյանը գնացել է անձնազոհության, հստակ գիտակցելով, թե ինչ հետևանքներ կարող են լինել իր առողջության համար, բայց Նարեկ Սամսոնյանը պայքարից ետ կանգնող տեսակ չէ եւ նա շարունակելու է պայքարը։ Ինչն է, հատկապես ինչից հետո դիմեց նման քայլերի։ Կարծես թե դատավճիռը սպասելի էր, սովորաբար երբ հացադուլ են հայտարարում, նշանակում այնպիսի մի զազրելի բան տեղի ունեցավ, որ այլևս դիմանալու տեղ չկա։ Գիտեք, այս քրեական գործը այն աստիճան աբսուրդային է, որ փաստացի հետույք բառը օգտագործելու համար մարդուն կալանավորում են եւ մենք ունենք քաղաքական բանտարկյալ, ով ամիսներ շարունակ բանտում է ընդհանրապես այդ բառը օգտագործելու համար։ Եվ իրավական որևէ հիմնավորում չկար կալանքը երկարացնելու ասպեկտում, սա իրավաբանություն չէր։ Ճիշտ է, ես ինքս իրավաբան չեմ, բայց անգամ իմ ոչ մասնագիտական աչքով այստեղ բացարձակ իրավաբանություն չկար, այլ կար հստակ քաղաքական նպատակադրում քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սահաթելյանին հնարավորինս ավելի երկար պահել խցում։ Շնորհակալություն։ Հետագա անելիքների մասին ես նշություններում կհայտարարվի։ Live News-ի հարգելի հետևորդներ, ովքեր նոր են միացել մեր ուղիղ եթերին, նշեմ, որ գտնվում ենք Ազատության պողոտայում, այստեղ են Anti-Fake թիմի անդամները, նրանքի աջակցություն Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի ակցիա են կազմակերպել, քիչ առաջ զրուցեցինք Դավիթ Ֆիդանյանի հետ, նա նշեց, որ այս ամենը լինելու է շարունակական եւ նրանց հետագա քայլերի մասին նրանք քիչ անց կտեղեկացնեն։ Հիշեցնեմ, որ երեկ դատարանի որոշմամբ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց։
Հարգելի ներկաներ, մենք այս պահին մեկնարկում ենք մեր բողոքի միջոցառումը եւ նախ կցանկանամ շնորհակալություն հայտնել, որ այսօր այստեղ այս պահին եք։ Բոլորս տեսանք, թե երեք ինչ տեղի ունեցավ Փաշինյանական վարչախմբի գծորդ հանդիսացող դատարանը 3 ամսով երկարացրեց իննեմնի մի ոդկասթի հեղինակներ քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի ապօրինի կալանքը եւ ըստ էության պետք է փաստել, որ երեք դատարանի դահլիճում Երրորդ հանրապետության պատմության ամենախայտառակ քաղաքական հետապնդումներից մեկի հերթական էպիզոդին կամ արարին մենք ականատես եղանք, որովհետեւ մեղադրանքի երկարացման հիմքում բացարձակապես չկար իրավաբանություն։ Այդտեղ կար հստակ քաղաքական ուղղորդում, քաղաքական պատվեր, որպեսզի իննեմնի ոդկասթի համահեղինակներ, քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը հնարավորինս ավելի երկար մնան կալանավայրում։ Դատարանի դահլիճում այդ ապօրինի որոշումից հետո քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հայտարարեց անժամկետ հացադուլի մասին։ Նարեկ Սամսոնյանը հստակ գիտակցված գնաց այդ որոշմանը։ Նարեկ Սամսոնյանը ըստ էության այլևս անձնազոհության է դիմում, որպեսզի մենք բոլորս չլռենք եւ շարունակենք պայքարել իր եւ մնացած քաղաքական բանտարկյալների ազատության համար։ Այսօր Հայաստանի բանտերը լեցուն են քաղաքական բանտարկյալներով, տասնյակներով մարդիկ են դատապարտված իրենց քաղաքական հայացքների, իրենց քաղաքական խոսքի, իրենց ընդդիմադիր կեցվածքի համար։ Եվ Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը կալանավորված են այն բանի համար, որ ընդհանրապես պատասխանել են ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձնավորության վիրավորանքներին։ Իսկ Նարեկ Սամսոնյանը կալանավայրում է այն բանի համար, որ ընդհանրապես արտաբերել է հետույք բառը։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում կա քաղաքական բանտարկյալ, ով կալանավորված է ընդհանրապես հետույք բառը արտաբերելու համար։ Եկեք համեմատենք, թե մեզ ծանոթ օձիոս իշխանական կերպարները ինչպեսի բառամթերք են օգտագործում համացանցում կամ ուղիղ եթերում։ Եվ նրանցից որևէ մեկը այսօր անգամ քրեական հետապնդման չի ենթարկվում, որ մնաց հայտնվի կալանավայրում։ Հարգելի ներկաներ, մենք այսօր ինչպես նշեցի, այստեղ ենք մեր բողոքի ձայնը բարձրացնելու ընդդեմ այս խայտառակ ապօրինությունների, որի ամենակարևոր կտորներից մեկին մենք ականատես եղանք երեք։ Եվ ես պետք է փաստեմ, որ մեր բողոքի միջոցառումները լինելու են շարունակական։ Մենք շարունակաբար պայքարելու ենք քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի եւ առհասարակ բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար։ Այս ռեժիմը երեք իր ապօրինի որոշմամբ հերթական անգամ ազդարարեց, որ որևէ աղերս չունի իրավական պետության, օրենքի գերակայության եւ նմանատիպ ժողովրդավարական արժեքների հետ։ Եվ մեր խնդիրն է, որպեսզի մենք բարձրաձայնենք շարունակաբար այդ փաստը։ Մեր խնդիրն է, որպեսզի մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, հանրությանը, հասարակությանը իրազեկենք տեղի ունեցող ապօրինությունների մասին։ Մեր խնդիրն է, որպեսզի մենք ստիպենք քաղաքական ուժերին, ընդդիմադիր քաղաքական ուժերին գործնական քայլերի անցնել Հայաստանի Հանրապետությունում հաստատված ավտորիտար իշխանության եւ քաղաքական բռնաճնշումների
չեզոքացման համատեքստում։ Մեր խնդիրն է, որպեսզի միջազգային հանրությունը, արևմտյան կառույցները դադարեն խուլ ու համր ձևանալ Փաշինյանական ռեժիմի ապօրինությունների համատեքստում, եւ մենք շարունակելու ենք թակել նրանց դռները։ Նրանք հանգիստ չեն ունենալու մեզնից։ Եվ մենք, նորից եմ նշում, շարունակելու ենք մեր պայքարը մինչև հաղթական ավարտ, մինչև չազատվեն քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը, բոլոր քաղաքական բանտարկյալները եւ մինչև Հայաստանի Հանրապետությունում չլինի օրենքի գերակայություն, որը բնականաբար հնարավոր է միայն այս վարչախմբի քաղաքական ճանապարհով հեռացման պարագայում։ Այժմ ես խոսքը փոխանցեմ Anti-Fake-ի խմբագիր փաստաբան Աստղիկ Մաթևոսյանին եւ դրանից հետո մենք կներկայացնենք մեր հետագա անելիքները եւ գործողությունները։ Սիրելի քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, հարգելի լրատվամիջոցներ, մեզ դիտող Հայաստանից եւ դրսում դիտող սիրելի հայրենակիցներ։ Երեկ մենք ականատես եղանք Հայաստանի Հանրապետությունում խոսքի ազատության դեմ բռնարարքի հերթական քայլին։ Նարեկ Սամսոնյանին եւ Վազգեն Սաղաթելյանին 2 ամիս ապօրինի կալանքի տակ պահելուց հետո իրենց ոդքասթի ընթացքում հնչեցրած Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի խոսնակի վիրավորանքներին արձագանքելու համար կալանավորված Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի երկամսյա կալանքի որոշ խափանման միջոցի հարցը քննարկելու ժամանակ դատարանը փաստաբանների բոլոր փաստարկները, հիմնավորումները լսելուց հետո առանց աչքը թարթելու, առանց 1 րոպե անգամ հետաձգելու իր որոշումը, կայացրեց 3 ամսով կալանքը երկարաձգելու որոշում, դառնալով Հայաստանի Հանրապետությունում իրավական խուլիգանության հերթական օղակը։ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի դեմ այս ապօրինությունը սկսվել է նոյեմբերի 13-ին բնակարանների խուզարկությամբ, Anti-Fake-ի տեխնիկայի առգրավմամբ, որի զգալի մասը մինչ օրս վերադարձրած չէ։ Եվ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն արդեն 2 ամիս անցկացրել են բանտում։ Նարեկ Սամսոնյանը ոդքասթի ընթացքում պատասխանելով ազգային ժողովի խոսնակի վիրավորանքներին, ընդամենը արտաբերել է հետույք բառը։ Ես չգիտեմ, արդյոք Հայաստանի բանտերում այսօր կա որևէ մեկը, որը կալանավորված է զուտ 1 բառ իր հաղորդման ընթացքում արտաբերելու համար։ Սա հատուկ շեշտում եմ, որպեսզի պարզ լինի, որ սա միայն Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի եւ Anti-Fake-ի խնդիրը չէ։ Սա Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու խնդիրն է։ Որևէ մեկը ապահովագրված չէ, որ հաջորդ պահին իր հաղորդման ընթացքում կամ հրապարակային որևէ վայրում արտաբերելով որևէ բառ կարող է հայտնվել ջաղերի ետևում։ Այն էլ ոչ 2 ամսով, այլ արդեն դատարանի որոշմամբ 5 ամիս ժարկետով, եթե 3 ամիս կալանքը շարունակվի եւ որևէ բան այդ ընթացքում չփոխվի։ Արդյոք Հայաստանի բանտերում կա կալանավորված այս պահին մարդ, ով 5 ամիս անցկացնելու է բանտում միայն ազգային ժողովի խոսնակին վիրավորանքներին ի պատասխան հետույք բառն արտաբերելու համար։ Վստահաբար ասում եմ, չկան։ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ եւ դա անառարկելի է։ Հայաստանում կան բանտային կալանքի տակ գտնվող, տնային կալանքի տակ գտնվող բազմաթիվ անձինք, վարչական վերահսկողության բազմաթիվ սահմանափակումների տակ գտնվող հասարակական գործիչներ, քաղաքական գործիչներ, Հայաստանի Հանրապետությունը սիրող քաղաքացիներ։ Բայց այս աբսուրդայնությունը, որը տեղի է ունենում Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի դեպքում, չափեր ու սահմաններ չունի։ Եվ կրկնում եմ, սրանից որևէ Հայաստանի Հանրապետության քաղաքացի երաշխավորված չէ։ Ոչ մի լրագրող, ոչ մի մեդիադեմք, ոչ մի հասարակական եւ քաղաքական գործիչ ապահովագրված չէ, եւ դա այն բանի հետևանքն է, որ
այս իշխանությունները ինչ անում են, մարզվում են եւ ամեն հաջորդ քայլով իրենք ցույց են տալիս, որ թքած ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու վրա, թքած ունեն Հայաստանում ժողովրդավարական արժեքների վրա, թքած ունեն Հայաստանում խոսքի ազատության վրա։ Մենք մեր մասով Anti-Fake-ի թիմը հայտարարում ենք, որ մենք ստանձնում ենք Հայաստանում խոսքի ազատության պաշտպանության առաջամարտիկի դերը։ Մեր ընկերները այսօր բանտում են։ Իրենք պայքարում են բանտից։ Իսկ մենք մեր հերթին պայքարելու ենք բոլոր հնարավոր եղանակներով ազատության մեջ, քանի դեռ ազատության մեջ ենք, որովհետև ինչպես ասացի, որևէ մեկը երաշխավորված չէ, որ հաջորդ պահին որևէ բառ, որը որ իշխանության որևէ ներկայացուցիչ կհամարի վիրավորանք, կրկին կկալանավորվի ու կտարվի բանտ։ Նարեկ Սամսոնյանը այս իրավական խուլիգանության հերթական օղակին ականատես լինելուց հետո 3 դատարանում հայտարարեց անժամկետ հացադուլի մասին։ Տարբեր արձագանքներ կային Facebook-ում, հրապարակային տիրույթում, լրատվամիջոցներում հացադուլի առնչությամբ։ Ուզում եմ պարզաբանել հացադուլի նպատակը։ Կարծիքներ կային, որ դա հուսահատության ինչ-որ քայլ է, որ դա ծայրահեղ միջոց է։ Այո, ծայրահեղ միջոց է, բայց ոչ երբեք հուսահատության քայլ։ Նարեկ Սամսոնյանի որոշումը վճռորոշ է, գիտակցված եւ նպատակ է հետապնդում ցույց տալու այս իշխանությունների խուլիգանական վարքագծի չդադարող գործելավոճը։ Ցույց տալու, որ Հայաստանում իշխանությունը թքած ունի խոսքի ազատության վրա, թքած ունի կալանքի տակ գտնվող անձանց վրա, քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց վրա, այդ թվում եւ հացադուլ հայտարարած անձի վրա։ Սա խնդրում եմ որևէ մեկը եւ որևէ պարագայում չդիտարկի որպես հուսահատ քայլ։ Սա չափազանց գիտակցված եւ վճռորոշ քայլ է։ Եվ մենք հանուն մեր ընկերոջ Նարեկ Սամսոնյանի բարձրաձայնելու ենք հացադուլի թեման, բարձրաձայնելու ենք տղաների ապօրինի եւս 3 ամսով կալանավորման ժամկետը երկարաձգելու թեման եւ այս թեմայով դիմում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, բոլոր քաղաքական ուժերին, ընդդիմադիր բնականաբար, ովքեր որ իրենց համարում են ընդդիմադիր գործիչներ, բոլոր հասարակական կազմակերպություններին, լրագրողական գործունեություն իրականացնող անձանց, հասարակական քաղաքական դերակատարներին։ Մենք անելու ենք մեր քայլը, մենք իրականացնելու ենք մեր գործողությունները, մենք չենք համակերպելու Հայաստանում խոսքի ազատության լռության ճնշման հետ եւ չենք համակերպելու մեզ լրացնելու փորձերի հետ։ Մենք չենք համակերպելու, որ Հայաստանում զուտ խոսք արտաբերելու համար կան կալանավորված անձինք։ Մենք չենք համակերպելու, որ Նարեկ Սամսոնյանը հացադուլի պայմաններում ապօրինի ազատազրկման մեջ է գտնվում։ Եվ մենք անելու ենք մեր գործողությունները։ Մենք իրականացնելու ենք իրավական, քաղաքացիական, հնարավոր բոլոր քայլերը այս թեման բարձրաձայնելու համար եւ մեր պահանջները ի կատար ածելու համար։ Իսկ որն է պահանջը, կոնկրետ Նարեկ Սամսոնյանի դեպքում հացադուլի պահանջն այն է, որպեսզի իշխանությունը դադարեցնի ապօրինի կալանքը։ Anti-Fake-ի թիմը հայտարարում է, որ մենք իրականացնելու ենք տարատեսակ ակցիաներ, պիկետներ, նստացույցեր, տարբեր կառույցների, կազմակերպությունների մոտ։ Դիմելու ենք հնարավոր բոլոր շահագրգռված անձանց, ովքեր թքած չունեն Հայաստանում խոսքի ազատության վրա, կալանավորված անձանց վրա։ Եվ այս առումով դիմում ենք Հայաստանի Հանրապետության իշխանություններին առաջին հերթին, որևէ հույս չունենալով, բայց պարզապես այսպես ռետորական դիմում ենք։ Դադարեցրեք հետապնդումները քաղաքական բանտարկյալների նկատմամբ։ Դադարեցրեք խայտառակ ապօրինի հետապնդումները խոսքի ազատության նկատմամբ։ Դիմում ենք հասարակական կազմակերպություններին, լրագրողական կառույցներին, տեղական եւ միջազգային։ Մի լռեք Հայաստանում խոսքի ազատության ոտնահարման դեմ։ Բարձրացրեք ձեր ձայնը։ Պահանջներ ներկայացրեք իշխանություններին, որպեսզի իրանք հերթական անգամ Հայաստանում խոսքի ազատության դեմ ոտնձգությունը չմարսեն եւ չանցնեն հաջորդ դրվագին, որովհետեւ ամեն անգամ իշխանության քայլը ներելու դեպքում իրենք հաջորդ ապօրինությունն են գործում եւ ամեն հերթական անգամ ավելի ապօրինաբար, ավելի խայտառակ դրսևորումներով։ Դիմում ենք ընդդիմադիր գործիչներին։ Սատար կանգնեք մեզ այս գործընթացում։ Մենք անելու ենք հնարավոր ամեն քայլ եւ ունենք, այո, ակնկալում ենք, որ
շահագրգռված բոլոր դերակատարները, ընդդիմադիր գործիչները սատար կանգնեն մեզ մեր ակցիաների տարբեր գործողությունների ընթացքում, որոնք որ մենք պատրաստվում ենք անել այսօրվանից սկսած։ Սա մեր առաջին քայլն է։ Եվ դրանք կրելու են շարունակական բնույթ այնքան ժամանակ, մինչև այս ապօրինությանը վերջ տրվի։ Սա խնդրում եմ դիտարկել որպրկումների համար, հանդիպումների համար։ Մենք ինքներս կնախաձեռնենք այդպիսի քննարկումներ և բացենք նաև հետադարձ կապի համար։ Մեր գործողությունների նախնական պլանը ես ասացի և սպասում ենք արձագանքներին։ Հայաստանի Հանրապետությունում խոսքի ազատությունը չի լռեցվելու, մեր պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը բանտում են։ Բայց մենք այս պահին ունենք առնվազն հրատապության խնդիր, որովհետև Նարեկ Սամսոնյանը բացի քաղաքական բանտարկյալ լինելուց, ով 1 ամիս 27 օր անազատության մեջ է, նաև այժմ հացադուլի մեջ է գտնվում։ Մեր լրագրող գործընկերներին խնդրում եմ հնարավորության սահմաններում պատշաճ լուսաբանել այս թեման, որովհետև մենք գործ ունենք մարդու կյանքի և առողջության հետ։ Եվ պաշտոնապես հայտարարում ենք. Նարեկ Սամսոնյանի կյանքին և առողջությանը պատճառված վնասների ամբողջական պատասխանատվությունը կրում են Հայաստանի Հանրապետության իշխանություններն ու դատական իշխանությունը։ Մի անցեք հերթական անգամ այն կարմիր գծերը, որոնք բազմիցս տրորելու անցել եք։ Կանգ առեք։ Մենք շարունակելու ենք պայքարը։ Շնորհակալություն։ Եվ կարճ ուզում եմ ընթերցել Նարեկ Սամսոնյանի հացադուլի առնչությամբ արված հայտարարությունից մի փոքր հատված, որտեղ ինքը պարզաբանել է իր հացադուլի պատճառներն ու նպատակները։ Մեջբերում եմ Նարեկ Սամսոնյանի Արմավիր քրեակատարողական հիմնարկից գրված հատվածը։ Բոլոր սրտացավ մարդկանց հորդորում եմ հացադուլը դադարեցնելու կոչերի փոխարեն սատարեն, բարձրաձայնեն և բոլորին ցույց տան իմ օրինակն այս հանցավոր իշխանություններին հիշելիս, սրանց խայտառակությունների մասին խոսելիս։ Ինձ համար շատ մեծ օգնություն կլինի վերօգնյալ դրսևորումները, ինչի համար նախապես շնորհակալ եմ բոլորիցդ։ Հացադուլի ընթացքում պլանավորում եմ ամանորյա սկզբունքով հանդես գալ հրապարակային հոդվածներով, քաղաքական վիճակի, դերակատարների, գործընթացների և այլ թեմաներով։ Իմ պայքարը շարունակվում է, Աստված օգնական բոլորիս։ Վճռականություն, անձնազոհություն, հաղթ։ Շնորհակալություն, մենք քիչ անց կմեկնարկենք մեր երթը։ Հայաստանյան գրասենյակին հենց այս թեմայով, որ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին կրկին կալանավորել են։ Ինչ-որ պատասխաններ կան, թե դեռ չեն պատասխանել։ Մենք նամակներ ենք փոխանցել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանը և ԵՄ-ի հայաստանյան ներկայացուցչությանը կալանավորման սկզբնական շրջանում, որտեղ բարձրաձայնել ենք և մանրամասն նկարագրել ենք այն ապօրինությունների շղթան, որոնք տեղի են ունենում նրանց նկատմամբ։ Մենք պետք է ասեմ, որ արձագանք ենք ստացել Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Վասիլիս Մարագոսին, Anti-Fake-ի խմբագրության ուղղված պատասխան, որտեղ նշվում էր, որ Հայաստանի իշխանությունները այժմ իրականացնում են նախաքննության փուլ և մենք միջամտել չենք կարող, և երկրորդ կետով նշվում էր, որ իշխանությունների հետ զրույցներում, դիալոգներում մենք մշտապես բարձրաձայնում ենք Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության և խոսքի ազատության պաշտպանության թեման։ Անկեղծ ասած չգիտեմ սա բացառիկ է արձագանքի տեսանկյունից թե չէ, որովհետև գուցե ոչ մեզ, բայց գուցե այլ կառույցների իրենք նմանատիպ պատասխաններ տալիս են, այս առումով, որ առնվազն պատասխան եղել է և անտարբերության չի մատնվել մեր դիմումը, խրախուսելի է։ Բայց միևնույն ժամանակ մենք հիշում ենք, որ նախկինում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ, օրինակ Սվիտալսկին, անձամբ գնում մասնակցում էր դատական նիստերին, ներկա էր գտնվում, կարծիք էր հայտնում, դիրքորոշումներ էին տարածում ԵՄ պատվիրակության անունից, և ինչու հենց հիմա որոշվեց, որ այլևս նախաքննության ընթացքը համարվում է պետության ներքին գործ և դրան միջամտել չի կարելի։ Իհարկե, ես հիմա չեմ ուզում խոսել դրա մասին,
չեմ ուզում, քանի որ մեր ասուլիսի ընթացքում մենք մանրամասն անդրադարձել ենք դրան, հիմա չեմ ուզում ձեր եւ քաղաքացիների ժամանակը խլել, ԵՄ պատվիրակության արտասահմանյան կառույցների գործելավոճին գնահատականներ տալու առումով այդ մասին բազմիցս խոսվել է։ Ես ուզում եմ ավելի շատ այս պահին կենտրոնանալ մեր քաղաքական աստացում, որովհետեւ քաղաքական պատվերի եւ քաղաքական գործընթացի հետ գործ ունենք, ոչ թե դատավարական process-ի հետ։ Ուզում եմ մեր օրակարգի մասին ավելի շատ խոսել եւ այդ օրակարգը ավելի շատ մարդկանց հասանելի դարձնել։ Մեր օրակարգը հետեւյալն է. այսօր Հայաստանի Հանրապետությունում իրավական խուլիգանական շղթայի արդյունքում կալանավորված են երկու մեդիա գործիչներ, Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը, արդեն 2 ամիս գտնվում են ապօրինի կալանքի տակ։ Եվ 3 դատարանը դատավոր Մանվել Շավերդյանի նախագահությամբ առանց աչքը թարթելու 3 ամսով երկարացրեց ընդամենը հետույք բառը իր հաղորդման ընթացքում արտաբերած Նարեկ Սամսոնյանի կալանքը, ինչպես նաև Վազգեն Սաղաթելյանի կալանքը, որի արարքում եւս որևէ հանցակազմ չկա։ Սա խայտառակություն է, սա ապօրինության գագաթնակետն է։ Սա խոսքի ազատությունը լռեցնելու, չակուչով խփելու եւ ասելու, որ որևէ քաղաքացի իրավունք չունի քննադատել, որևէ քաղաքացի իրավունք չունի իրեն ուղված վիրավորանքին արձագանքել, այն էլ ոչ համարժեք։ Կարծում եմ 3 Նարեկ Սամսոնյանի ելույթը դուք դատարանում լսեցիք։ Այսինքն ազգային ժողովի նախագահը խուլիգանական արարք չի դրսևորել, Նարեկ Սամսոնյանն է դրսևորել հետույք բառն ասելով։ Դե տեսեք, այսօր օրինակ սրբազաններել են կալանավորված, ինչու այդ բառի համար չպետք է կալանավորեին։ Ես հասկանում եմ սրբազանների կալանավորման քաղաքական դրդապատճառներն էլ եմ հասկանում, մնացած բոլոր ապօրինի կալանավորված քաղաքացիների, հասարակական գործիչների, քաղաքական գործիչների քաղաքական դրդապատճառներն էլ եմ հասկանում։ Բայց ուզում եմ մենք հստակ ֆիքսենք մեզ համար առնվազն մեր թիմի համար նախ Նարեկ Սամսոնյանը հանդիսանում է մեր թիմի առաջնորդը եւ մենք իհարկե բոլորի նկատմամբ սրտացավություն ունենք, բայց մենք առավել մեծ սրտացավություն ունենք մեր թիմի առաջնորդի նկատմամբ, ով բացի քաղաքական հասարակական գործունեություն իրականացնելուց նաև մեդիա գործիչ է, ինչ որ առումով լրագրող է հանդիսանում։ Այսինքն Հայաստանում կալանավորված 2 լրագրող կա ըստ Եվրոպայի խորհրդի լրագրողների անվտանգության հարթակի, դա մենք չենք ասում, դա Եվրոպայի խորհրդի լրագրողների անվտանգության հարթակն է ասում, որ Հայաստանում ապօրինի կալանավորված 2 լրագրող կա։ Իհարկե մնացածը եւս քաղաքական բանտարկյալներ են, դա չի քննարկվում, բայց մեր քաղաքական օրակարգը, մեր փոքր թիմով, մեր ռեսուրսների հնարավորության սահմաններով մենք բարձրաձայնելու ենք Նարեկի եւ Վազգենի խնդրի մասին, դիմելու ենք բոլոր կառույցներին եւ խնդրում եմ ուշադրություն դարձրեք, որ իմնեմնի մի ոդքասթը իր ստեղծման օրվանից մշտապես իր հաղորդումների օրակարգում պահել է քաղբանտարկյալների թեման։ Երևի բացառիկ հարթակներից է եղել, որը առանց բացառության, առանց որևէ եթեր բաց թողնելու մշտապես խոսեցել է քաղբանտարկյալների մասին, բոլոր կալանավորված անձանց մասին։ Մենք ունեցել ենք արտակարգ ռեժիմով ուղիղ եթերներ, երբ որ մենք պարզապես մեր ոդքասթը դադարեցրել ենք եւ ոդքասթը տեղափոխել ենք ապօրինի կալանավորված անձի դատարանի նիստերի դահլիճի դիմաց ոդքասթը շարունակելու։ Այդ ձևով Նարեկն ու Վազգենը իրենց աջակցությունը մշտապես հայտնել են քաղբանտարկյալներին։ Հիմա իրենք են քաղբանտարկյալի կարգավիճակում։ Ես վստահեցնում եմ, որ մեր պայքարը ոչ միայն Նարեկի եւ Վազգենի համար է, այլ Հայաստանում խոսքի ազատության պաշտպանության համար է, յուրաքանչյուր լրագրողի, յուրաքանչյուր մեդիա գործիչի, յուրաքանչյուր քաղաքացու խոսքի ազատության պաշտպանության համար է։ Եվ Նարեկի եւ Վազգենի օրինակով մենք ցույց ենք տալու, որ այդ պայքարը պետք է շարունակենք, չպետք է համակերպենք, չպետք է լռենք եւ պետք է հասնենք այդ մարդկանց ազատ արձակմանը։ Եւ սա նաեւ բոլոր քաղբանտարկյալների համար է։ Այդուհանդերձ, արդյոք խոսքի ազատության մեջ է մտնում վիրավորական արտահայտություններ անելը, ինչպես նաև հայհոյանք, ոչ պարկեշտ բառապաշար օգտագործելը։ Խոսքի ազատության սահմաններում գտնվում է թե չէ, ձեր հարցը դա է։ Տեսեք, ինչի համար են Նարեկն ու Վազգենը համարվում քաղաքական բանտարկյալներ։ Եթե մենք գործ չունենայինք քաղաքական բանտարկության հետ, ձեր ասած սկզբունքով, բոլոր այն մարդիկ, ովքեր որ հայհոյանքներ, վիրավորանքներ են հնչեցնում, այսօր կլինեին բանտերում։ Օրինակ, Տավրոս Սափյանը Թալինի համայնքապետ հիմա քրեական գործով պետք է անցած լիներ, կալանավորված լիներ, որովհետև Մայրաթորի մոտ հասարակության ներկայությամբ լկտի հայհոյանք է հնչեցրել։ Իդեպ, հենց դա խուլիգանություն է։ Բայց գոյություն ունի քաղաքական խոսք, քննադատական խոսք, որը պաշտոնյաների համար կարող է լինել ցնցող, վիրավորող։ Երբ քննադատում են
քաղաքական իշխանության ներկայացուցիչներին, այո, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բազմաթիվ նախադեպային որոշումներով հաստատված է, որ ցնցող, վիրավորող խոսքը, որն ուղղված է իշխանության ներկայացուցչին, ընկնում է խոսքի ազատության պաշտպանության սահմանների տակ։ Մենք գործ ունենք խաբանտարկության հետ, որովհետև խոսքը, որը որ հնչեցվել է, որը դիտարկվում է որպես վիրավորանք, վիրավորական է եւ խուլիգանական է համարվում միայն Նարեկի եւ Վազգենի դեպքում։ Իշխանության որևէ ներկայացուցիչ, որը ազգային ժողովի ամբիոնից ամենալկտի բառապաշարն է իրեն թույլ տալիս, ամենալկտի հայհոյանքներն է հնչեցնում, այսօր ազատության մեջ է իրենց դեմ որևէ քրեական Ներողություն, չի նախաձեռնվում։ Վազգեն Ալեն Սիմոնյանին իրենց վիրավորելու համար։ Այո, գալիս եմ դրան։ Ոչ, չեն դիմել, բայց երբ որ խոսում ենք վիրավորանքների մասին նաև։ Այս քրեական գործը այն մասին է, որ Ալեն Սիմոնյանը վիրավորել է ոդքասթի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ոդքասթի համար Նարեկ Սամսոնյանին եւ Վազգեն Սաղաթելյանին։ Իդեպ այդ ոդքասթի ընթացքում որևէ բառ, որևէ հիշատակում չի եղել անգամ Ալեն Սիմոնյանի մասին։ Այսինքն մարդը նայել է հաղորդումը, որոշել է, որ ինքը իրեն կարող է թույլ տալ ամենալկտի բառապաշարը մեդիա գործիչների մասին, վիրավորական արտահայտություններով, ինչու պետք է չկրկնեմ, շան լակոտներ է ասել։ Որից հետո հերթական ոդքասթի ընթացքում Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը պատասխանել են Ալեն Սիմոնյանի վիրավորանքներին, որի ընթացքում Ալեն Սիմոնյանը ներողություն եմ խնդրում Նարեկ Սամսոնյանից։ Նարեկ Սամսոնյանը արձագանքելով ասել է ընդամենը հետույք բառը։ Ում արարքն է խուլիգանական։ Նարեկ Սամսոնյանը սրա մասին հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ, ասել է, որ ինքը որևէ ակնկալիք չունի Հայաստանում իրավապահ եւ դատական մարմիններից եւ չի համարում այս խնդիրը լուծելու ժամանակահատվածը ներկայումս եղած ժամանակահատվածը։ Ինքը չի պատկերացնում դատարան դիմել, վիրավորանքի համար պատասխան պահանջել, իր համար գործում են, այսպես ասած, ավելի սկզբունքային, ավելի այլ մոտեցումներ, ավելի տղամարդկային մոտեցումներ, որի մասին ինքը արել է հայտարարություն, ինքը դա պատշաճ չի համարում։ Եվ նորից գալով Նարեկի եւ Վազգենի կալանավորման երկարաձգմանը եւ հատկապես Նարեկ Սամսոնյանի հայտարարած հացադուլին, ինչպես արդեն ասացի, քանի որ այդպիսի կարծիքներ կային, որ սա հուսահատության քայլ է, ոչինչ չի տալու, իշխանություններին ճնշելու գործիք չի կարող հանդիսանալու, Նարեկ Սամսոնյանը այսօր հոդված է հրապարակել Արմավիր քրեակատարողական հիմնարկից, որում այդ բոլոր հայտարարություններին մանրամասն արձագանք է տվել։ Ես էլ քանի որ ամեն օրվա սկզբունքով տեսակցում եմ եւ այս հարցը նաեւ քննարկման առարկա է դարձել մեր քննարկումներում, ուզում եմ ասել, որ սա որևէ դեպքում չի կարող ընկալվել որպես հուսահատության քայլ։ Սա շատ գիտակցված, երկար մտածված, վճռորոշ քայլ է, քաղաքական ակցիա է, քաղաքական բողոք է ընդդեմ այս ապօրինությունների։ Եվ մեր անտիֆեյքի թիմի ակնկալիքն է, որ այս քաղաքական բողոքը որպես օրակարգ վերցնեն համապատասխան քաղաքական ուժերը, ընդդիմադիր գործիչները, դա դարձնեն քաղաքական օրակարգի մաս եւ պայքարեն Հայաստանում Նարեկի եւ Վազգենի խոսքի ազատության, իրավունքի պաշտպանության եւ մնացած քաղբանտարկյալների համար։ Ներողություն, դատախազների նկարներն էլ ենք տեսնում, դրա իմաստը կբացատրեք ինչու՞ն է կայանում։ Երեք, եթե հետևել եք հրապարակային դատավարության ընթացքին, շատ մանրամասն ներկայացվել է, թե ինչ է տեղի ունեցել այս 2 ամիսների ընթացքում։ Տեղի է ունեցել իրավական խուլիգանություն, որի ընթացքում ամեն մի իրավապահ կառույցի ներկայացուցիչ իր գործում մասնակցությունն է ունեցել, օղակը դառնալով այդ իրավական խուլիգանության։ Այս գործընթացում ներգրաված են եղել քննիչ Գորդ Ավսյանը իր ողջ քննչական խմբով, դատախազ Հայկ Ավետյանը, դատավորներ Ռոման Սմբատյանն ու Մասիս Մելքոնյանը, որոնք դակել էին երկամսյա կալանքը։ Վերաքննիչ դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանը, որը մերժել էր Վազգեն Սաղաթելյանի վերաքննիչ բողոքը։ Եվ երեք արդեն սրա մասը դարձավ Մանվել Շահվերդյանը, որը գործը քննող դատավորն է, եւ արդեն կարող են կանխատեսումներ անել, թե այս գործով ինչ ելքեր կարող են լինել։ Պարզապես մեր նպատակն է, մենք որևէ բան չենք ասում այս մարդկանց։ Մեր նպատակն է, որ հանրությունը դեմքերով ճանաչի հրապարակային դատավարության մասնակից կողմերին։ Մենք որևէ բան չենք ասում, կարծում եմ քաղաքացիները իրենց մեջ իրենց գնահատականները կունենան տվյալ պաշտոնյաների մասին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։